Ես ու Արմինեն երբեմն ճանապարհորդում ենք, երբեմն երեխաների հետ, երբեմն առանց երեխաների, այդպես անեմ, որ իմանաք ով է խոսում, էլի։ Լինում ենք տարբեր քաղաքներում, երբեմն տարբեր երկրներում, Եվրոպայում, Կանադայում, նայած մեր հնարավորության սահմաններում։ Բայց ամեն անգամ ուր գնանք, չեմ դադարում միշտ ասեմ God bless America։ Աստված օրհնի Միացյալ Նահանգները։ Գիտեք ինչու։ Ուրիշ է, էլի։ Ամեն բան անեց լավն անեց, խելոք է մտածված։ Ասենք էլեմենտար բաներ, էլի։ Հիմա ես նոր եմ մտքովս ասում։ Հյուրանոցը։ Անար Ամերիկայի որ հյուրանոցը գնաս ժամանակակից հեռուստացույցը դրված, ինտերնետով, smart TV, ես չգիտեմ, Netflix-ը կա, YouTube-ը վրան կա, որ երկրում մենք գնացինք հյուրանոց մտանք, ինտերնետը թույլ, ինտերնետը չի աշխատում, հեռուստացույցը լավն է, բայց արդեն հին մոդել է, չէ։ Միայն նրանց լեզվով, մոդելը ոչ։ Միտեղ սուրճ եփելու, սուրճ պատրաստելու մեքենա կա, միտեղ չկա, կանգնի մի րոպե։ Էն ինչ հատկանիշ կարելի ասել։ Նախաճաշը, հյուրանոց կա, այս երկրներում մտնում ես ուտելու բան չկա։ Բարիս բունի մասով ոչ թե ինչ-որ գեսի միջու կողենք։ Ամերիկայում հենց մատ ապս են դնում, հենց տեսականի կա, որ կարելի է հյուրանոցում մի 4-5 օր մնալ ու ուտել։ Հենց որ լուրջ եմ ասում, 3 օրա սոված եմ, մենակ հումմիս եմ ուտում, հումմիս եմ դեմ տալի, Արմինեն էլ չէ, դու համու բանկերել ես, Արմինեն էլ մենակ սալատներ։ Դե լավ, գնացինք։ Գեղեցիկ եկեղեցի երկու աշտարակներով կառուցվել է 1629 թվականին։ Երկու նկար կա ներսում կախված, աշխարհահռչակ նկարիչ Էլ Գրեկոյի նկարներից է։ Մենք մի քիչ հետո այցելելու ենք նաև Էլ Գրեկոյի թանգարանը։ Իմիջայլոց Էլ Գրեկոն ծագումով հույն է, իմ անունը կոնկրետ չեմ հիշում, բայց երբ որ տեղափոխվել է Իսպանիա, սկսել է այստեղ աշխատել, ստեղծագործել, իրեն ասել են Էլ Գրեկո, այսինքն հույն է։ Այդ իր ուրեմն Էլ Գրեկո նշանակում է հույնը, the Greek, անգլերեն ասած, բայց իր իսկական անունազգանունը այնտեղ գիտեք, Կոնստանտինոս, Պապանդրեոս եւ այլ։ Так, մտանք ներս Արմինե։ Դե Մարիա Տոլեդո քաղաքի դրոշն է։ Այս աղջիկը ինձանից ինչ է ուզում, թե չէ որ մենակ ներքևից նայեն չէր լինի, դե ապայման տանջես, նայ քեզ բան, ամեմատած տարբեր աշտարակների ու տանիքի, այս մեկը շատ հեշտությամբ կարողացանք մագլցել, վայ Աստված, այս աղջիկը ինձանից ինչ է ուզում, վայ, Ինչպես Մեկիչ քաղաքի վրա ծուխա, մարախուղա, հա երևի Մարախլապատա, բայց հոյակապ տեսարան
Ներսը մարդկա, չէ փանը։ Այս տեսակ բաները, սենց կցումներ բանով կողպեկը կախում էին Հայաստանում էլ շատ կար հին տներում, կոնդի տներում, գյուղը տներում պարսած ես կատը կցում են, այ համին ստեղից կողպեկը կախում էին շատ սանով բաներ, գնացիք լավ։ Եկել ենք ուրեմ եղենա հին բաղնիքները ստորգետնյա, ուրեմ ընդեղ չթողեցին, որ նկարեմ, ուրեմ երկրաբանական աշխատանքների ժամանակ մարդկանց ուրեմ բաներ են, սիլուետներ, ստատուտներ են հայտնաբերել, մարդկանց արձաններ, կարճ ասած, ստեղ եղելա բաղնիքները, օրինակ ասենք տարբեր երկրներում, Վրաստանում բանում կան հայտնի թուրքական բաղնիքները, մեզ մոտ փառք Աստծո թուրքական բաղնիք չկա հայտնաբերված առայժմս, բայց մեր մոտ էլ սենստեղ հայտնաբերել են ինչը։ Աշխարհի ամենահին կոշիկը Մասիս ֆիրմայի արտադրության, չէ, Մասիսը Նիկոլասից մերը չի։ Եվ ինչը, կարասներ կար, չէ։ Այն ժամանակ մերն է եղել, հիմա պատրանքներով մի ասենք, հիմա էլ Մասիս չի, հիմա Արագած ֆիրմայի կոշիկ այդի համարվում արդեն, չնայած աշխարհի ամենահինն է։ Սա բաղնիք է եղել, ստեղ ստորգետնյա երևի ջրեր են հոսել, ես որքան հասցրեցի կարդալ, տեղեկանալ և մարդիկ ստեղ ինչ-որ պարկել են, լողանցել են, ջակուզի, մակուզի, ոչմ, այդ տիպի, ինչ-որ հայտնաբերվել է։ Շատ հետաքրքիր է իհարկե։ Մեզ մոտ իհարկե պակաս տպավորիչ են հին գինու կարասները, որ հայտնաբերվել էր այդ նույն քարանձավը, կոշիկը բանը մեր, իհարկե, սա հələ պետք է կարդալ թե որ թվականի կառուցված է, բայց բաղնիք է եղել, այսքանը գնացինք։ Այս ճամպրուկով տղուն երկու անգամ ձախից վազանց կատարեցինք, նորից եկավ ընկավ դեմներս։ Ընդհանրապես պետք է նշեմ, որ միջին դարերում Իսպանիան շատ մուսուլմանական է եղել, բավականին տարբեր շրջաններ, տարբեր խալիֆատներ են այստեղ գործել, դրա համար շատ մզկիթներ են կառուցվել, բայց հետագա դարերի ընթացքում այդ մզկիթները վեր են անցվել եկեղեցիների, ունեց որ այն է, երբ որ մենք մեր բողոքի կամ դժգոհություն ենք հայտնում, ասենք էլի, քրիստոնյա ժողովուրդը, թե ինչպես թուրքերը Էրդողանի գլխավորության վերցրեցին Գեղեցիկ Սոֆիայի տաճարը սարքեցին մզկիթ, պետք է չմոռանալ, որ պատմությունը կրկնվում է։ Նույն բանը քրիստոնյաներն են արել։ Մզկիթ ա եղել, վեր է ացվել, ուրեմն վեր է ացվել եկեղեցի։ Ներմիկ փողոցներ, մարդիկ աշխատում են, մեքենաները հազիվ անցնում են։ Arrived. Սոցիալներ կան, հասանք տեղ։ Ուրեմն 10-րդ դարի կառույց է, Տոլեդո քաղաքի ամենահին կառույցն է։ Անդալեուս, ուրեմն խալիֆատի շրջանի կառուցված ամենահին շինությունն է այս քաղաքում։ Բայց 12-րդ դարում, 2 դար հետո, այն ուրեմն վերածվել է բանի, եկեղեցու։ Հիմա, ինչպես, ամենահին կառույցն է Տոլեդո քաղաքի, 10-րդ դարում է կառուցվել։ Տեսարան այսեղից վացում է դեպի հին քաղաք։ Հլնա ինչքան երեխաներ կան, Արմինե։ Ու այն կողմից էլ դուրս են գալիս իրանք։ Քաղաքի պարիսպերն տեսարանը շատ գովելի է, որ երեխաները եկել են զբոսաշրջության։ Այո, ծնողներ ուղարկել են տարբեր երկրներից։ Հիմա գնանք փորձենք մտնել ներս։ Մտան ընդեղ, արի գնացինք, Արմինե։ Մի քիչ աղմուկ է,
Մադրիդից ուրեմն երեխաներ կան, իսպանացի երեխաներ են, դպրոցով, բայց միայն անգլերեն են խոսում։ Մուսուլմանական ոչի ուրեմն բաները մնացել են, պատկերները նայի, չեն չերել հանել, չեն ոչնչացրել, այն մուսուլմանական, բայց վերացել քրիստոնեական տաճարի։ Մուհամեդի պատկերը առաստաղին։ Գնացինք, երեխաները դուրս եկան, աղմուկը պակասեց։ Եվրոպական ուրիշ քաղաքների մասին հենց հիմա դժվարանում եմ հիշել, բայց կոնկրետ ասենք հիմա Իսպանիայի մասին պետք է ասեմ, չնայած սա իմ երկրորդ այցելությունն է Իսպանիա, տպավորությունները չեմ հիշում առաջ անգամ տարիներ առաջ ինչպես է, բայց պետք է նշեմ, որ ուրեմն անգլերեն շատ վատ են խոսում, համարյա թե անգլերեն չեն խոսում, ի տարբերություն ասենք չգիտեմ, Ֆրանսիայում ավելի լավ անգլերեն են խոսում, քան թե Իսպանիայում, եւ ընդհանրապես բացակայում է անգլերեն գրառումները։ Ցանկացած եվրոպական երկրում ուրեմն իրանց տեղական լեզվից բացի կա գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն կողքից բացատրություններ, թե ինչով է։ Միացյալ Նահանգներում ավելի շատ ուրեմն իսպաներեն գրված տեքստեր կան այցելուների համար, որտեղ դե Միացյալ Նահանգներում իսպաներենը պետական երկրորդ լեզուն է, բայց ամենայն դեպս ավելի շատ իսպանախոս մարկա դա էլ արդեն պուերտորիկացիների հետ է կապված, բայց ամենայն դեպս էլի վերջապես եթե տուրիզմ եք զարգացնում, իհարկե ես սրանց պետք է սովորացնեմ տուրիզմը թե ինչ բան է, դարերով են իրանք գործում, ուրեմն իրանք պետք է իմանան, որ ամենտեղ պետք է լինի անգլերենով, ֆրանսերենով, գերմաներենով, ուրեմն բացատրություններ եւ տարբեր նշաններ, շատ վատ է։ Բոլորովին բան չկա անգլերենի։ Իրանք էլ համարյա չեն խոսում։ Արմինեն գնացել է Տոմս գնի, որ մտնենք Տոլեդո քաղաքի գլխավոր տաճարը, սա է դա։ Այսպիսի տեսք ունի, սենց նոր նկարեցի ներսից այն կողմից, բայց գլխավոր մուտքը այս կողմն էր։ Հիմա Արմինեն գգա։ Գնեցինք Տոմսը, վերջապես գտանք մուտքը, պատտվեցինք ամբողջ ուրեմն տաճարի շուրջը, մինչև գտանք իրանց մուտքը, մտանք։ Սենց հպանցիկ նա կշրջենք, կնայենք, որովհետև միշտ ասել եմ, շատ նման են իրար, մեկը մեկից գեղեցիկ, մեկը մեկին նման չի, անկրկնել են բոլոր այս տաճարները, մանավանդ իրենց այս մեկը աչքի անգնում Արմինը իր մեծությամբ, բարձրությամբ, խորությամբ, հլնա ինչ Աստված գիտի, պետք է մի հատ հետո կարդամ, թե բայց պետք էր միջու գալը կարդալ, բայց պետք է կարդամ, թե երբ է կառուցվել, քանի տարի է տևել կառույցը։ Գլխարկս հանել տվեցին, գլխարկով չի կարելի, շատ առանց ոստիկանի ասելու էլ գլխարկս միշտ հանում եմ ես սրբավայրերում, խոնարհվում եմ անպայման, իմ հարգանքի տուրքն եմ մատուցում, հզոր կառույցը այստեղ նայեք, այս բարձրությունը, այս խորությունը, այս աշխատանքը։ Այ մենք այնտեղից մտանք, այն կողմից մտանք, այն փոքրիկ տեղն էր բաց միայն, այնտեղ մոմավառության տեղ էր։ Կամ ինչ-որ նատաղոքի սենյակ կար, որ մարդիկ մտնեին եւ գնային։ Մենք ցած կա շրջենք Արմինը։ Հենց աշխատանքը նայ, գիտես, շատ ոնց որ ոսկորը, թե ես ինչա, ինչից է փայտա, թե ինչ արիչած։ Արի շրջենք։ Քարա չէ։ Հələ բա ներսը նայել է։ Ես ներսը նայել, բացես հեռախոսում ասել ճաղերի ճաղավանդակի արանքից։ Հələ ստեղ նայել է։ Հրաշք։ Այսպես ձեռքս ճաղավանդակից ներս եմ մտցրել, որ նապես հրաշք
տեսարանը, ես չգիտեմ նորից սա ինչ-որ աղոթա տեղա, թե ինչա, մատուր ունեն մի քիչ ուրիշ տեսակա բնականաբար, աթոռներով նստում են, բայց դեմքով, երևի ինք կողմը ծառայություն ալին, ստեղ դալիճի երկրորդ մասն, ստեղ նստում են դեմքով նայ ուղղվածա դեպի այն կողմ։ Մի հրաշք կառույց, հրաշք։ Ստեղ նայեք։ Ոնց որ մի հատ այն մեր տեսած երեք շաղացողը իկոնաներից էլի, բայց մեր չափսի։ Պատմությունն է շնչում այստեղ։ Այս կողմից էլ ունեմ, որ նայում ես վերևը, պատերին պահպանված մասունքներն են, կամ էլ ինչ-որ ներգիտակից հայտնաբերված երևի, որտև կիսով չապա, կեսը կա, կեսը չկա,
Արմինեն նկատեց, որ նույնիսկ հրեաներ արդեն չեն ապրում այս քաղաքում, բայց հրական թաղամասում այս նշանները, որ տեղադրված են, այ ոնց որ այս մեկ ասենք, ցույց է տալիս, որ ստեղ ասենք հրեայի տուն է սա եղել, հրեաներ են ապրել կամ հրեական շենքը, հրեական թաղամասը, նրանց մեկնելուց հետո այդ բոլորը չեն քանդել, ջարդել, ոչնչացրել, դա կոչվում է հանդուր ժողականություն, երբ որ տարբեր հավատի տեր մարդիկ Արմին է ունեն հարգանք մեկը մյուսի նկատմամբ եւ փոխադարձ հանդուր ժողականություն են ցույց տալիս օտարի պատմության, կուլտուրայի, հավատքի նկատմամբ ու չեն ավիրում, ոնց որ ասենք թաթարները հիմա Արցախում երևի մի երկու տարի հետո անկասկած հայկական ոչ մի հետ չի մնա, անկասկած մոտակա ժամանակներում, իստեղ քաղաքակիրթ մարդիկ են, քաղաքակրթություն ուրիշ է, դրա համար էլ հանդուր ժողականություն ունեն, չնայած շիշտ է 12-րդ դարում մուսուլմանական մզկիթները վերացել են եկեղեցիների, բայց դա արդեն ուրիշ պատմություն է երևի, այն քիչ պատճառներով։ Էլ Գրեկոյի թանգարանից դուրս եկանք, փոքրիկ հարցում արեցինք ուրեմն հրեաների հետ կապված, ուրեմն ուզում եմ իմանալ պատճառը ինչն է, որ հրեաները հեռացել են Տոլեդո քաղաքից կամ ընդհանրապես Իսպանիայից 14-րդ դարում, 15-րդ դարում թագուհին հրաման է արձակել, որ կամ պետք է ուրեմն փոխեն իրենց հավատը, ընդունեն կաթոլիկ եկեղեցին կամ հեռանան երկրից, որոշել են հեռացել են դեպի Պորտուգալիա, Իտալիա, տարբեր երկրներ, Գերմանիա, այսինքն ամեն դեպքում եղել է, ոնց է կոչվում, խտրականություն։ Հենց սա էլ ուրեմն սինագոգա, այս սրանք հրեա տուրիստներ են, իրանց դեմքից երևում է, որ հրեաներ են, դրա համար այնտեղ մենք գնացել էինք, միտեղ կար ուրեմն մզկիթը վերերացվեց ուրեմն եկեղեցու մի քանի զույգ ուրեմն մուսուլմաններ տեսանք, հետաքրքրված են, այստեղ նայեք այս սրանք կամ Ամերիկայից կամ Իսրայելից հրեաներ են, անկասկած, դեմքերից երևում այս կարողանում եմ տարբերակել, չէ, սա չէ, սա այս գեղեցիկին իմ կինն է, այս ընտանիքներ հրեաներ էին, ու սա եղել է սինագոգա եղել, որը վերացվել, փոխվել դարձել է քրիստոնեական ուրեմն եկեղեցու, այնպես որ սիրելի հարգելի քրիստոնյաներ, եթե այսօր հրեաները աշխարհի տարբեր անկյուններում ձեզ փոքր ինչ նեղեն, չգիտեմ, ձեր բանը եկեղեցին վերածեն սինագոգի, չզարմանաք, բումերանգի էֆեկտը միշտ հիշեք, what goes around comes around, բա բոլորն էլ դաժան են եղել մեկը մյուսի նկատմամբ, մենք ներս չենք մտնի, շտապում ենք արդեն, սենց գեղեցիկ փողոցներով, գնացինք Արմինե, և այնտեղ մի հատ լավ տեսանան է, գուցե մոտենանք են ձորը մի հատ նկարենք ու գնանք։